ջան, ինչ եք անում այսօր երեկոյը։ Մերին մի քիչ բնավորություն ունի, էլի շուտ-շուտ է բաժանվում։ Դուք Անդրանիկին եք ինձ կոմենտ եք գրել։ Երկչուհի կա մի հատ, ինքը հենց հիմա համոզված եմ կնայի ես հաղորդումը։ Մերին գիտի, որ ես անգամ ուզում եմ իր հետ ամուսնանայի։ Ինձ այս ներողություն եմ խնդրում։ Ասում ինչի եք նման բան անում, որ ինձ այս ներողություն խնդրեք։ Սիրահարված է, Չէ, պես որ ասեմ, չէ։ Չէ, Դու իսկապես։ գիտեիր, որ սիրահարված չէր։ Հա, բայց եթե չէի սիրելու, ասեի, սենց է կյանքը անիմաստ չի գար միջև այսօր ասել։ Ձեր տանը բռնություն գործադրողն է Մերին։ Մի խանգար Անդրանիկ։ Ներողություն։ Ոնց ուրա կին կողքս մա ցուստում եկին։ Նա հիմա sense խելոք նստած է, չէ՞։ Վայ, որ մենակ լինի, դες կտա կսպանի։ Ես ասեմ ուրեմն։ Համաստեղության պարզիցը։ Միայն։ Եվ վագար տարով։ Մի օր կամ ես կտամ մեկին կսպանեմ, կամ ինձ կսպանեն։ Երեխեքին կտանենք լոմբարդ, ասում լոմբարդ մամա ես դու։ Ժողովուրդ սա հումոր է։ Ես աշխատում եմ տալիս եմ իրան։ Ատես, ինչ փոխես է։ Բայց դուք չէիք բաժանվել։ Բանա, ասում Մերի վարչապետն էլ այ ես վերցնում գլխարկները, ըստ թախիծով նայում եմ այդ թատրոնին, արդեն մոտավորապես 3 տարի եւ ավել չեմ մտել։ Իսկ Բոհեմ թատրոնը բեմի Խնդրում եմ գլխարկը հանի էլի։ Հաղորդման գլխավոր գործընկեր Վալան գրուպ, գործընկերներ Armenia Wine, Կտուր AM։ Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը, կանանց տոները եւ կանանց միամսյակը իր բուրըն ընթացքի մեջ է։ Սիրելի տղամարդիկ, անկախ նրանից թե որ ամիսն է եւ ամսի քանիսն է, շատ նվիրեք ծաղիկներ ձեր սիրելի կանանց։ Առհասարակ, ընկեր կանանց, մայրիկներին, քույրերին ուշադիր եղեք։ Օրեք հիմա նայեք, ինչ ինչա։ Անցյալ շաբաթվանից այս խեղճ վարդակակաչները այսպես մահամերձ են լինում, իսկ ես նոր ծաղիկներ չունեմ, որ փոխարինեմ, իսկ ծաղկամանս չեմ ուզում դատարկ մնամ։ Լավ, դրա մասին կարող եք մտածել, իհարկե, իսկ ես շարունակեմ եւ ասեմ, որ ուզում եմ անպայման միանալ Հերմինե Ստեփանյան YouTube-ի պաշտոնական ալիքին, սեղ 1 զանգի կոճակը, որպեսզի առաջինը հենց դուք իմանաք նորությունների մասին եւ բաժանորդագրվեք։ Ճիշտ ասած, ինձ են նյարդայնացնում YouTube-ի գովազդները, բայց դե ինչ արած ամբողջ աշխարհում կային գովազդներ, հիմա նաև մեզ մոտ կան։ Պետք է դիմանալ, չանհանգստանալ, չնյարդայնանալ եւ շարունակել դիտել սիրելի հաղորդումները։ Միացեք ինձ նաև Facebook-ի եւ Instagram-ի իմ պաշտոնական էջերում, այնտեղ ես նամակներին հիմնականում պատասխանում եմ։ Այսօր շատ այսպես հումորով, ծիծաղով լեցուն Հերմինե դիալոգ ենք ունենալու։ Ինչու, որովհետև հյուրս շատերի կողմից սիրված դերասան Անդրանիկ Հարությունյանն է իր գեղեցկուհի տիկնոջ Մերի Հարությունյանի հետ։ Իդեպ եթե նրանց Instagram-ի էջը դիտել եք, նայել եք, թերթել եք, ապա տեսած կլինեք, թե ինչքան տարբեր մինիատյուրաներ ունեն, էտյուդներ ունեն իրար հետ, կին ամուսին հարաբերությունների մասին։ Հուսով եմ այսօր շատ հետաքրքիր փակագծեր կբացենք միասին։ Գնամ դուրը բացեմ, մնացածը միասին։ Սիրելի ընկերներ, մենք ուզում կարդել ենք Հերմինե դիալոգին հյուր, 4-րդ հարկ։ Շուտով կտեսնեք մեզ այդ հաղորդման շրջանակներում։ Սեղմի, որ բարձրանենք։ Ապրես։ Հերմին ջան գալիս ենք։ Ես սենց պարտաճանաչ հյուրեր չէի ունեցել։ Շուտ ենք եկել մի քիչ։ Շատ լավ, այո, հիացած եմ եւ զարմանում։ Մեր ինչ սիրուն։ Ծաղիկների հետ ես մազերը բռնացրել։ Իսկ ես գիտեի, ես որ ամբողջ օրը տառապել եմ, որ ես թարմ ծաղիկներ չունեմ։ Ապրեք։ Հիմա նայեք, հիմա այս հին հոգնած ծաղիկները հանում ենք այստեղից։ Ես ինքս ինձ համար առել էի, բայց արդեն հոգնել էին իրանք։ Անդրանիկ ջան, Մերի ջան, մեկ անգամ եւս բարի գալուստ իմ տուն։ Շատ շնորհակալություն, նախ ծաղիկների համար շնորհակալություն։ Ես առավոտից բողոքում եմ, ասում իմ ծաղիկները արդեն թոշներ են ու ոչ մեկ չի մտածում դրա մասին, բայց ոնց հասկացա դու։ Մերին մտածեց, այսօր առավոտյան որ արթնացանք, նախ բարև ձեզ, ողջույն, հուսով եմ այսօր հրաշալի օր ենք։ Հա, ես էլ եմ սպասել այս բանի։ Այս ծաղիկների միտքը ես մի քիչ այդ տեսանկյունից անֆայում եմ։ Ինչու՞։ Ասեմ, որովհետև մարտի 8-ին քանի որ իմ ծնունդն է։ Այո։ Ես այդ օրերին առասարակ
օրինակ դու ծաղիկ չեմ տանում տուն, ապրիլի 7-ին մենակ տանում։ Որովհետև իմ ծնունդն է, ինձ հետ որը պետք է նվերներ տան, չէ, ոչ։ Մեկը մյուսին չի խանգարում։ Մերին միշտ ուշադիր է այդ տեսանկյունից ու այսօր գալուց ասես մտնենք Հերմինեին ծաղիկ վերցնենք, ասես չէ, էլի աղբորպես մի ծաղսի բան։ Բայց մերին չլսեց եւ ծախսեց, մերսի մեր, ես գիտեի, որ դու շատ ձեռնբաց աղջիկ ես, հատկապես մի հատ նայեք, էլի ծաղիկները մերի վարսերի։ Բայց ծաղիկները մերին ա բերել, շամպայնը ես։ Այս կողը տրակի։ Թող տրակի, իմ պատերը սովորեն։ Դու կարևորը բացի, ասեմ, որ ես ձեզ համար բացել եմ իմ ամենասիրելի խաղուն գինին, լյուքսդացի խաղուն գինի, Թարիրի խաղունը, որը ֆանտաստիկ համ ունի եւ ճիշտ ջերմաստիճանում պահված։ Եթե նկատեցիք, հեսա կվայելենք իրար հետ։ Անկեղծ ասեմ, ես շամպայնը քան չեմ սիրում, բայց կվայելենք հաստատ իրար հետ։ Բայց մենք հետո ուրիշ բաներ ենք խմելու իրար հետ, այո։ Մերի, բայց մի հատ բան հարցնեմ, էլի մինչեւ Անդրանիկը այդպես բաղված է ավելի լավ։ Խնդրում եմ ինձ կասես, այդ ճիշտ էր ասում, որ մարտի 8-ին քեզ համար ծաղիկներ։ Դե մի հատ խնդրում եմ բացահայտի, որովհետև հետո գիտես ինչ են անելու մեկնաբանությունների դաշտում մեր ընկերոջը։ Այո, այսինչ շատ եմ սիրում։ Անկեղծ շամպայնը կարծում սրա համար չեմ սիրում։ Բայց կարես նենց բացես չտրակի։ Վախենալ, չէ, բայց հաճելի է։ Դե տես։ Հաճելի է, համ չեմ սիրում։ Այս շամպայնը։ Այո, այդ Մերիին փոխանցի։ Մերի ջան, սա ձեզ։ Մերի ջան, ինչ եք անում այսօր երեկոյան։ Դե ասա, կարող է ազատ ես, վատ տղա չի։ Զբաղված եմ։ Հերմին ջան, սա ձեզ։ Շնորհակալություն։ Մերի ջան, դու պապի հացը տվել, նայում ես աչքերս մեջ։ Ու ինքան գեղեցիկ է քո աչքերը։ Շնորհակալություն ասա։ Դեսի վախենում է ասի, որ ոչինչ չես նվիրում, հա։ Չէ։ Հենց այս երկուսը դրանում է, ինքը ծաղիկները մտնում է ոչ միայն ինձ, մայրիկին, աղջկան։ Իսկ Շատ շնորհքով տղա։ ապրես, շատ հավանեցի։ Լավ տղա, երեկոյան ազատ լինես, անպայման համաձայնվի։ Բարի գալուս, լավ օր։ Լավ օր։ Շատ լավն է։ Ես հոթական չեմ առաջարկի։ Մի հատ բան հարցնեմ, դուք արդեն քանի տարի է միասին եք։ Արդեն 14։ 14 տարվա ընթացքում տես մի նվեր, որ 15։ Մի խանգարի Անդրանիկ խոսում աղջիկն։ Բայց մեղքս եկար։ Ուզեցի քեզ պաշտպանեմ մի տեսակ։ Հայ պաշտպանեմ, տեր կանգնեմ, կատակերի հարկ է։ Այս 14 տարվա մեջ տես մի հատ նենց նվեր, որ ասես, վաու, այ կարելի է նույնիսկ պատմել տարիներ հետո եղել է տենց մի բան։ Երկու երեխա հիվանդ ես դու։ Ոչ չի եղել, երկու երեխա։ Դա նվեր չի։ Դա նվեր չի։ Դա ասո պարքև է նվեր չի։ Հա բաց էլ որ մտածենք ինքն է քեզ այդ նվերը արել։ Բայց չրեզում արի։ Հերմինե չի եղել, Հերմինե։ Հալը դեսից բաներ եք ասում եմ, իմ ամեն օրը որ արտանում եմ իր կյանքում, դա արդեն նվեր է։ Լսի, դու քանի որ մարտի 8-ին ես ծնվել, քո կարծիքով քո նվեր ես նաև ընտանիքի մյուս անդամների համար, ընկերների համար, այդ հասկացանք, բայց նայ մեկը մյուսին չի խանգարում։ Դու կարող ես լինել նվեր։ Լավ, բայց ես հիմա մի հատ կարևոր հարց եմ ուզում տալ։ Ահա։ Կարող է դու չես ասել ուղակի, ինչ կուզեիր։ Հիմա բաց թողում։ Նուրբ բահա, իսկ ինչա։ Լավ։ Լավ ասա, դրեմ ես կարող ակնկալ անեմ, իշտենք ներքև տեսնենք կա այդ ամեն ինչը։ Բայց ասա, տեսնենք։ Դու ինչեւ մեքենա չես արել։ Ես վարել չգիտեմ անգամ։ Մեքենա առնեմ գնա գլուխ ուտի հետո ասեն ուզում ես։ Այսպես, Ուզում եմ մի բան լիներ դրա համար առավ։ Ամեն անգամ։ Լավ, եկեք ես այս պահին մի հատ սպոնտան առաջարկ ունեմ։ Եկեք ես X-Drive ավտոդպրոցի կողմից նվեր անեմ։ Դու կգնաս, կսովորես։ Շատ հեշտ կստանաս քո վարորդական քննությունը, որովհետև վստահ եմ, որ շատ լավ են սովորեցնելու։ Մեքենան էլ Անդրանիկը նվեր կառնի։ Չէ, մեքենան է Հերմինեն նվեր կառնի։ Կամիզեն անում, մի անգամ իսկ սովորանի։ Այդ կա մեր ջան, այդ կա հասկանալ, դու խնդրեմ չունես։ Բայց լավ առաջարկ է, չէ՞։ Ես կկազմակերպեմ։ Ասում շուտով օգոստոսն է գալիս, ինքը գիտի։ Օգոստոսին քո տարեդարձն է։ Լավ։ Դու օգոստոսին դառնա 22 տարեկան։ Դա ես օգոստոսին հաղորդում մի հատ նորից ուղարկելու եմ քեզ, որ նայես։ Վերջացավ։ Վերջացավ։
Այսինքն իբր եկել ենք հաց ուտելու։ Հիմա ես առաջարկ ուզում էի ասել։ Ուզում էի այդ տեքստը գրած է հասկանում ես, ես հիմա անգիր փորձում հիշեմ որ կետն է։ Հա, հիմա եկել ենք այն կետին, որ ես պիտի ասեի, այժմ եկեք տեղափոխվենք մեծ սեղանի շուրջ։ Ես արագ կբացեմ սեղանը եւ մենք կսկսենք ճաշել ու զրուցել։ Ես որ ձեզ էլ բարի ախոժեք, սիրելի հեռուստադիտողներ, YouTube-յան մեր ընկերներ։ Այո, գնացինք։ Նայեք իրանք ինչով են զբաղված, էլի խնդրում եմ, իրենք իրանց Instagram-ի համար վիդեոներ են կարում։ Պատրաստելու եմ մանգոյով եւ բազուկով հեշտ աղցան։ Ես բազուկը ճարպաջեռոցի մեջ արդեն խորովել եմ, թխել եմ, եփել եմ։ Ինչ եմ արել, ինչ են ասում։ Եվ սկսում ենք ափսեների մեջ դասավորել շերտերով։ Մանգոն, բազուկը, եւ թուրինջը։ Խենթանում եմ այս տիպի աղցանների համար։ Պարզ, հեշտ, թեթև։ Դնում եմ ռիկոտա պանիր, յուրաքանչյուրի վրա 1 գդալ։ Համեմի թարմ տերևներ, համեմեք ձիթայուղով, կիտրոնի հյութով, աղով ու պղպեղով։ Ինչ-որ ժել եմ տեսնում։ Ժել է երեխեք են մեջինը չեմ հասկանում, հա։ Ոչ։ Ես արդեն հասկացա։ Հա։ Էս ինչ են գալու։ Կարասեն։ Սենց կփագվես, լավ, սենց լավ եկի եստեղ դնենք։ Շատ չտանջվես, ուղղակի օգտագործես։ Եվ ամեն ինչ տեղը կգնի։ 0 ֆայմ էլի։ Ինչ եք փորձելու։ Շատ թեթև նախուտեստ, մանգո, բազուկ, գրեյփֆրութ եւ ռիկոտա պանիրը եւ սոուսով համեմված։ Հուսամ կհավանեք, առաջարկում եմ համադրենք նույն խաղուն գինով, արմենիա վայնի թարիլիով, վստահ եմ, որ միասին Բարի ախորժակ։ համադրվելու։ Բարի ախորժակ։ Որ չհավանես, ձեն չհանես, նայ։ Չէ, նորմալ է, սա չեմ Դա անում։ շատ համով է։ Այն բանկա չէ, ես եւ Մերին, որ կրկնօրինակում ենք համացանցում շատ բաների, ես վերջերս մի հատ էլ նյութ կա, որ ուզում ենք անպայման անենք, շատ խնդալու կլինի, որ կինը ամուսնուն ուտեստ է հյուրասիրում, նոր պատրաստած, ամուսինը սկզբում չի հավանում, կինը ապտակում է, տեսել եք այդ տրենդը։ Ապտակումը հետո այդ ընթացքում ասում եմ շատ լավն է վախից։ Այդ շատ լավ տրենդ է, այնպես որ շատ շուտով կնկարենք։ Հիմա ես կարծում եմ, չէ, հիմա ես կարծում կարանք ընթացքում, այս տան մեջը կնկարենք, հա։ Ընթացքում կարանք նկարենք Մերի ջան դա։ Մերի դու պատրաստ ես միշտ։ Իրականում լավն է շատ։ Շատ, այո։ Հա, հավանեցի։ Հա, լուրջ։ Սիրելի Անդրանիկ եւ Մերի, Ջան։ Զաքսի աշխատողները որ ասում են, չէ, դուք համաձայն եք ստորագրել։ Մենք հẳն դուք արդեն 14 տարի առաջ ստորագրել եք։ Չենք ստորագրել։ Մենք արդյոք ամուսնացած չենք, որովհետեւ Մերին մի քիչ բնավորություն ունի, էլի շուտ-շուտ է բաժանվում։ Որ բաժանվի տնից 10 տանելու տունը բան չունեմ տես։ Մնալու եմ դուրսը։ Դե համար Զաքսով չենք, էլի, մի քիչ ես աֆերիստ եմ, էլի, այդ իմաստով։ Հիմա եթե Զաքսով չեք Մերին բաժանվի, ոչ մի բան չես տալու Մերին։ Չէ, երեխեքին, թող վերցնի գնա։ Բա միասին համատեղ գույք ունեք, այդքան գործ եք արել։ Համատեղ չի այդ գույքը, դա պապայի գույքն է։ Հասկանալի որ պապայի գույքն է, բայց այն մեջ եղած, չեղածը բանը։ Այն մեջ եղածն է հետո կասեմ ումնա։ Range Rover-ը վերջի ամուսնությունից հետո եք ձեռք Այո, բայց Զաքսի պայմաններում է դա կիսվում։ Բա այն հոգու դավթար է։ Դե իրականում սկսենք նրանից, որ մենք երբեք չենք բաժանվի, որովհետև եկեղեցում խոսք ենք տվել միմյանց, որ լինենք միջև խորհրդերություն եւ միջև մահը կբաժանվի մեզ, այո։ Դրա համար հիմա հումորներ ենք անում, էլի տես ընդհանրապես, բայց առօրյայում էլ ենք այս հումորները անում նույնը, այնպես որ Մերին իմ կյանքի անբաժանելի մասն է։ Մշտապես։ Եկեք սկսենք սկզբից։ Գավայց է։ Որովհետև դուք շատ հաճախ միասին հարցազրույցներ չեք տվել, առանձին պատմել եք պատմությունները, բայց ես կուզենայի հիմա այդպես
պինգ-պոնգի նման առաջ շարժվեինք եւ միասին մտքով հետ գնայինք այն 14 տարի առաջ, այն քո չարաճճի ժամանակը։ Վայ, դրանից հետո եմ, չէ, դրանից առաջ։ Այդ հեսա կհասկանանք։ Եվ պատմեք, ոնց ստացվեց, որ այս գեղեցկուհու սիրտը գրավեցի։ Ուրեմն եղավ դա 2007 թվականից 7-ի վերջերից բան կարգին հաղորդման նկարահանումների ընթացքում միշտ սկեչերի մեջ երկրորդական, երրորդական դերակատարներ ընտրում էին Աշոտ Ամելոյան, եթե կհիշեք, այն կլոր Աշոտը մեր։ Համազգային թատրոնի։ Այո։ Ուրեմն Աշոտը չգիտեմ ինչի այդ օրը զբաղվածություն ուներ, ասած քանի որ գիտակցում էր, որ ես շատ եմ շփվում իգական սերի հետ, որը որ շատ ճիշտ է ու նորմալ, հա, ասես քանի որ չեմ կարող բան անել երկրորդական կերպարների համար դերակատար գտնել, աղջիկ սիրուն, հա, եթե կարող ես ընկերուհիներից հետ մեկին բեր, ընկերուհիներից հետ մեկին։ Դե ես բնականաբար որ ընկերուհիներ շատ ունեի ու չէի ուզում իրանց ռասկրուտկա անել, տենց որոշեցի Ղազանչյան Ռաֆայելի էջով չգիտեմ ինչի, բայց այն վաղ ադնակլասնիկում ժողովուրդ դուրջ։ Ղազանչյան Ռաֆայելի էջով, չգիտեմ ոնց գտա մերին, որպես դրուկ, հա, ու այդպես հրավիրեցի, ասես բողջ շատ եմ սիրում Հայկոյին ու Մկոյին, ու առաջի անգամ էր, որ շփվում էինք միասին, շատ եմ սիրում։ Այսինքն շատ պատահական։ Պատահական գրել եմ, հա։ Գրել ես բարև ձեզ։ Բարև ձեզ, մենք ուզում ենք երկրորդական կերպարի համար կնկարվեք կարգին հաղորդման սկեչերից մեկում, ասես վայ բացարձակ թեմայի մեջ չեմ, որպես նկարահանվող, բայց շատ եմ ուզում տեսնեմ Հայկոյին ու Մկոյին, սիրով կհամաձայնեմ գալ։ Բայց հավատացիր, թե մտածեցիր ինչ որ մեկը բլեֆ է անում։ Չէ, դե այնտեղ արդեն ես զվյոզդ էի։ Չէ, այն ժամանակներ տենց բաներ չկար, որ խաբեցին ինչ որ բաներ լինի։ Հավատացի մի անգամից։ Հա, ու այդպես եկավ նկարահանվեց մի հատ սկեչում ու դա եղավ իր առաջի ու վերջի սկեչը։ Մի րոպե, հիմա այստեղ պաուզա, գնդակը էս կողմ։ Մի հատ պատմի քո զգացողություններ, որ մտար նկարանման հրապարակ, ավելին երբ որ տեսար մեջերից ամենահարազատ մարդը, որտեղ Անդոն էր։ Չէ, ես որպես հրավիրող կողմ եմ իրան։ Հա դու չես եղել հրապարակ։ Եղել եմ հրապարակում, բայց ինքը ինձ որպես այդպեսին առաջի անգամ էր տեսնում ու չէր եկել որ ինձ տեսնելու համար, եկել էր իրականում։ Ես հարազատ ասացի, որ գոնե քեզ երկու բար գրվել էր, էլի։ Հա, ես աշխատում եմ, աշխատանքից հետո Անդոն եկավ, ասեց ես կտանեմ միասին կգնանք, ես պատրաստ եմ արդեն։ Հա, գնացիր աշխատանքից։ Հա, աշխատանքի վայրից վերցրեց։ Հրաշալի պրոդյուսեր, հա։ Ու գնացիք արդեն նկարման տեղը։ Հիմա մի րոպե, այդ ճանապարհին, այդ ընթացքում, ասենց արդեն ինչ որ հոսանքներ կային։ Չէ, բացարձակ, ես ուզում էի կպցնեի։ Դե Հա, առհասարակ տենց առաջի հանդիպումը միշտ տղա աղջիկ հարաբերությունների մեջ ուրիշ տպավորություններ ունես, չէ, ուրիշ էմոցիաներով ես հանդիպում բան։ Հա, հետո այդ էմոցիաները դառնում են արդեն, երբ որ դառնում է կին, այդ էմոցիաները դառնում են արդեն որպես մտերիմ կին, այդպես։ Ու այդպես եկավ, նկարահանվեց, էլի ճանապարհեց, չէ, այդ օրը եթե չեմ սխալվում, քեզ Մկոն տարավ տուն։ Հա, Մկոն։ Հա, ճիշտ է, Մկոն տարավ տուն։ Հա, բայց այդ ամբողջ ընթացքում արդեն գրվեցին, որովհետև Մկոն այդ օրը եթե չեմ սխալվում շուտ ավարտեց նկարահանումը, մենք դեռ նկարահանման հրապարակում էինք ու մասիվում էր ապրում տարավ մերին ու բայց այդ ընթացքում գրվում էինք ոնց հասար ինչ եղավ տպավորությունը նորմալացնել հա բայց չէր անում բա կապել է միջև հիմա որ կողքս չէ կարող ասենք հետո է այդտենց չէ այդ օրվանից սկսած շփումը եւ դարձել չգիտեմ երթվում եմ չգիտեմ ու առասարակ ինձ քիչ սիրում կանայք ես չեմ հասկանում դե թող մի հատ կարող ունես մի բան ասում որ հա ասում եմ անկեղծ ասած չեմ հիշում որ այդպես ասեմ ուզում եմ հետ գնամ տենց լավ չեմ հիշում քանի որ արդեն մեծ է չէ կորոնայից հետո հիշում եմ դեռ չեմ հիշում ամուսնուս ինչ ուտրեցի մարդ տեսակը ես միշտ ասում եմ էլ իր մարդ տեսակն եմ շատ սիրում նվիրված մարդ է ինքը շատ բայց ինքը անկեղծ միշտ ասում է որ ինքը եղել է լովելաս, հա բառը այդպես ասենք, մեղմա հնչում։ Ինչ է այդ լովելաս։ Կնամեծար։ Նայ, կնամեծարն էլ ախր մի քիչ ուրիշ է, կարաս հա։ Կայնից կնամոտ, ես լովելաս եմ։ Love is Անդրանիկ։ Ինքը չի թաքցնում երբեք եւ հարցազրույցներում էլ անդադ ասում որ ես տենց շատ սիրում էի շփվել ընկերուհիներ, աղջիկներ եւ այլն, քեզ չէր վախեցնում դա։
Դա չէ, այդպես չեմ հետաքրքրվել, որ Դե այդ ընթացքում քանի որ խոսում ես մեր։ Չէ։ Այդ ընթացքում քանի որ մերին կար ու կողքից շատ աղջիկներ կային, բայց մերին ուրիշ աչքով էին նայում բնականաբար։ Ու դրա համար ինքը այդքան շատ չէր խորանում, որ իմ կողքով կա, ինքը ուզում էր, որ ես իրանը լինեմ, ինքը իմ Բայց ես ընդամենը։ ասեմ, որ մենք ընկերություն ենք արել, ինքը պատմել է իր ընկերուների մասից։ Ես տեղյակ եմ։ Այդ եմ հարցնում։ Չէ, ես նորմալ եմ վերաբերվում։ Նորմալ է։ Բայց որ մերին հայտնվեց, հետո բոլորին քիչ-քիչ հետ։ Չէ, այդ ընթացքում բնականաբար չէ, բնականաբար այդ ընթացքում չկային ոչ մեկ, բայց ես պատմում էի այն որ եղել է։ Չէ, իրականում հիմա աղջիկներ կան, երկչուհի կա մի հատ, ինքը հենց հիմա համոզված եմ կնայի ես հաղորդումը։ Մերին գիտի, որ ես անգամ ուզում եի իր հետ ամուսնանայի։ Սիրում էինք իրար, ու հիմա ինքը շատ լավ շփման մեջ է։ Ալինան մեր Կիրակոսյան, ինքը իմ ընկերուհին է եղել այդ ժամանակ, ու մերին միջև այսօր գիտի ու դրուգ են իրար հետ ու շփվում են շատ լավ, անգամ Ես անգամ ներկայացմանը հրավիրել ու ավելին մեր տունել է եկել Բայց Ալինան։ խոսում եք այն մասին, որ սիրահարված են իրենք եղել։ Իրենց այդ этаպի մասին։ Չէ, այդ թեմայով չենք խոսել, Ես Ալինային հրավիրեցի Անդոյի Մոնոյի ժամանակ, ասեցի արի ներկայացման հրավիրում եմ ես քեզ, բայց թող Անդոն չիմանա ակնկալ թող լինի որ քեզ տեսնի։ Շատ խնդալու է որ Ինչո՞վ։ Ռուբին է սա։ Բայց այնուամենայնիվ այդ ընթացքում միայն մերին էր, իսկ մնացածը չկային արդեն։ Ամուսնության առաջարկ որպես այդպեսին եղել է, դες ինքնըստինքյան եկավ հասավ այն կետին, որ պիտի ամուսնանա։ Չէ, առաջարկ հիմիկվա այդ տրենդային ինչ-որ բաներ կա, չէ՞, որ գնում են ինչ-որ ես ուղղացերից գույներ են թափվում, ինչ-որ բանը բացում։ Տղան մեջից դուրս գա, մատանին դուրս է գալի ու գնում կորում է։ Հա, չէ, այդ տեսակ բաներ չի եղել, ընտանիքի անդամներով գնացինք մասիվ նշանադրություն արեցինք, այդ ֆոտոն կա, եթե չեմ սխալվում, մերին նիհար սիրուն, յանի հիմա շատ ճաղ է, էլի չէ, հա, մի խոսքով նշանադրությունը այդպես եղավ, իսկ ամուսնությունը եղավ շատ հետաքրքիր, մոտ մի 100-150 հոգի երևի քիչ անգամ 80-ից 100 լավ այդքանով հարսանիք արեցինք շատ մտերիմներով բարեկամներից բացարձակ ոչ ոք չկային երբեմն բարեկամներից միայն հեսա կասեմ բարեկամներից միջև հիմա էլ ես այդպես եմ ես կբացահայտեմ էլի իմ էությունը 80-ից 100 հոգանոց տենց հարսանիք էր կինո Մոսկվայի դիմաց մի հատ զարգար այդտեղ արեցինք բարեկամներից մենակ մաման ու պապան էին, մեկի աղբերս, իր ընտանիքով։ Չէ, մաման ու աղբերը, դաշը աղբերը կանչել էիք։ Չէ, ոչ թե կանչել էինք, բայց բանակում չէ։ Հա, բարեկամներից 11 թվի 11-րդ ամիս ամսի 11-ին Մի հատ հարց տամ, միջանկյալ անկանոն եկամուտներով մարդ չգիտես, այսօր կունենա նկարահանում, կունենա պրոյեկտ, կվարձատրվի, թե էլ են թվերին, գուցե մի քիչ բարդ էր։ Ռիսկի ոնց գնացիր այդ ամեն ինչով հանդերձ, ոնց էր կյանքդ կապում մի անկայուն մասնագիտության տեր մարդու հետ։ Խոր այդպես չեմ մտածել։ Ես հիմա մի բան ասեմ, ներողություն եմ խնդրում, ես հիմա մի բան ասեմ, քանի որ այդ թվերին ես աշխատում էի կարգին հաղորդման, կարգին սերիալ, կարգին սկեչեր, կարգինի հետ, մենք ֆինանսովի բացարձակ խնդիր չունեինք, որովհետև այդ ընթացքում ծնվեցին Ալաբալանիցա ֆիլմը, այդ ընթացքում Սուպեր մամաները եւ No Comments ներկայացումը, որը ես Հայկո Մկո մի խոսքով այդ պատկերած հիշեցիք այդ տարիները։ Հա, այդ ժամանակ ֆինանսովի բացարձակ չկար ինչ-որ բան։ Հիմա էլ նկատի ունեմ, բայց անկայուն էր։ Դե հա, անկայուն էր, որովհետեւ աղջիկները ընտրելուց ուզում են, որ sense կայուն ապագա ունեցող մի փայլուն ապագա։ Դե հիմա է, անկես ասած հիմա է այդպես, այն ժամանակ հա եղել է, բայց աղջիկները միշտ եղել են։ Բայց մերին իմ հոգին էր սիրում, դրա համար տենց Իսկ մերի ինչն էիր սիրում։ Մերի աչքերը։ Չէ, մերին էությամբ իմ ընկերն է, լուրջը։ Հիմա ենթադրենք ինքը
եթե ասենց ասեմ, եթե մենք ուզենանք բաժանվենք, բայց վատ բան եմ ասում, էլի, ինքը կարա ցանկացած կին, այսպես ասեմ, մտնի հեռախոսի մեջ, սև արկղնա, չէ՞ դա։ Մտնի հեռախոսի մեջ ինչ-որ բան տենա, սկանդալ սարքի եւ ինչ-որ բան լինի։ Ցանկացած տղայի էջում ինձ թվում է կլինեն ինչ-որ մարդիկ, որոնք խանգարեն։ Ես հիմա դա ասում եմ նրա համար չէ, որ ինքը սկսի մտնել նայել, ինքը չի այդպես բնավորություն չունի, որ մտնի նայ, ես էլ ինձ խելոք եմ պահում ամեն դեպքում արդեն 15 տարի։ Բայց ինչի համար ես ասում։ Հիմա ասում եմ, որովհետև չէ, ասում եմ, որ եթե մարդ ուզենա ինչ-որ բան անի, հա, ուղղություն ունենա ինչ-որ մի բանի, հաստատ ինչ-որ բան գտնելու է։ Քո հեռախոսի մեջ նենց բան կա, որ մեկը տեսնի կարող է չհայնի։ Լիք։ Ճիշտն ասա։ Չէ, իրականում չկա։ Ինչ չկա, որովհետև մենք միասին արդեն 15 տարի դա չգիտեմ, շոու բիզնեսում իրականում վերջում մի հատ նյութ էի հրապարակել, թե քաղաքական դաշտի հետ կապված թե շոու բիզնեսում, որ ասում են, շոու բիզնեսում շատ է բաժանումները, ես ոնց հասկացա, ես վերջում քաղաքականության մեջ նույնպես շատ է, արդեն ոնց հասկացա, հա։ Հիմա դրա համար ես գոհ եմ իմ կյանքից, որովհետև կա մարդ, ունեմ ընկեր, ունեմ սիրած էակ, ումից շոու բիզնեսում երևի թե միակներից, եթե հաշված մատերի վրա, այո, որ դեռ կանք ու լինելու ենք։ Այդ դեռը մի քիչ անիմաստ էր, որովհետև մերին իմ ամեն ինչն է, ինքը իմ կողքի Մենք ընկերներ ենք։ Մեր իսկ դու ինչու էիր իրան ընտրում։ Սիրահարված էիր։ Չէ, պես որ ասեմ, չէ։ Չէ, իսկապես։ Դու գիտեիր, որ սիրահարված չէր։ Ինչու՞ եմ այդպես։ Չէ։ Չգիտեմ։ Դու ինչու իրեն ընտրեցիր։ Վստահ եմ, ունեցել ես կավալերներ, ովքեր քո համար խենթացել են եւ ուզել են ամուսնանալ քեզ հետ։ Ինչու՞ նա։ Մեկ որ ճաշում ящикներով էին գալիս։ Սպասիր, թող մի հատ լսենք, էլի մի րոպե։ Яշի անկեղծ ասած, իր ազնիվ պարզ տեսակ, ու մամա շատ է սիրել Անդոյին, շատ։ Մամայի խաթրը ամուսնացել։ Ես դեմից մամա ետ էի ուզում ամուսնանալ։ Չէ, անկեղծ։ Հետո ոնց որ տաղուն տեսա դզեց, աներզակս։ Օրը հետո ասիվ սոտեկի այդ թվերն էր, որ ավելի հարմար է։ Ավելի ճիշտ է մերին։ Ճիշտ է։ Համ տարիքով փոքր է, դե մաման մեծ է, տղեն տղա է, աղբերը տղա է։ Շատ մարդ էր, ես իրան որպես սկզբից հավանում որպես մարդ իր տեսակը։ Չգիտեմ։ Իսկ հետո սիրահարվածություն ունեցար ամուսնանալուց հետո։ Իհարկե։ Որ կետում։ Չեմ կարող ասել։ Երեք ճառաչորը։ Նորը էլի է։ Չէ, նայ, մեկ այլ բան է, որ ընտրություն ես անում հասկանալով, այդպես խենթի պես այդպես չի եղել նման բան։ Անկեղծ։ Չես վիրավորվում։ Չէ, ասեմ ինչի։ Ինչի։ Որտեղ հիմա հիմնականում չհասկանալով է խոսում։ Չէ, լավ եկեք այդպես։ Չէ, բայց լուրջ անկեղծ ասեմ, մեր միությունը այդպես գագաթնակետ ռոմանտիզմի ու այդ եսի ինչ սիրո լեվելների վրա չի եղել։ Բազմապես ցանկացել ենք միասին ապրենք, ամուսնանանք ու ընթացքում կլինի այն ինչ որ լինում է։ Բրավո այս անկեղծության համար։ Իսկ ընթացքում եղել է այն ամեն ինչը, որ հիմա ու անկեղծ ես է իրան շտապեցնում, ասում եմ ամուսնացի, Անդո, ամուսնացի, որտեվ եղբայրը մեր բայց իր հետ էլի։ Մեր տանը է։ Հա։ Ինքը չէր կարողանում ամուսնանալ։ Ասում եմ արդեն էսա 30 ես լինելու Անդո, ամուսնացի։ 29-28 տարեկան։ Բայց քեզ հետ էիր ուզում ամուսնանալ։ Այդ ժամանակ ասում ես մենք արի ամուսնանանք, կանտ։ Հա, եթե չտապեցներ, անկեղծ կարող մնա ես։ Չէ, 2 տարի մենք շփվում ենք։ 2 տարի շփվել ենք միասին։ 2000 ես 27 տարեկանից մինչև 29 շփվել ենք։ Հա, հետո նշանվեցինք հուլիսի 31-ին։ Ու ամուսնացանք նոյեմբերի 11-ին։ Այ ամուսնության եւ դրա հետևանքների մասին մենք կխոսենք հիմա տակ ուտեստի շուրջ։ Որը էլի ուտեստ կա դզը։ Իհարկե, սա դեռ սկիզբն է։ Ոչ երեխեք իրական անկեղծ եմ ասում համով էր։ Ոյ, շնորհակալություն, ոգևորում եք եւ ոգեշնչում եք։ Ես գնամ տակ ուտեստը պատրաստեմ ու կամ։ Դե դուք պետք չի գաք։ Հա, всё։ Դուք հանդես։ Մենք ուտում ենք, դուք գնացեք։ Կուզեք նույնիսկ մի քիչ մենակ շփվեք, ահա վաղուց մենակ շփված։ Հա, մի երկու բան կա էլի ասել ների։ Էй, հորս այո, չես սիրել ինձ ունում ջոգեմ։ Շփվում եք։ Սիրել եմ։ Բա։ Ոչ թե այդպես խելագար էպես, հեսա ես կփրտեմ ինձ։ Հա, բայց եթե չէի սիրելու, ասեի, սենց է կյանքը անիմաստ չի գար միջև այսօր ասել։ Որ պետք է սիրի, էլի որ սիրած լինի։
Տարվա մեջ միայն մեկ անգամ 40% զերծ Վալանդորս միքսենյակային դռների ամբողջ տեսականու համար։ Ռուսական եւ բելարուսական պրեմիում դասի դռներ, 70-ից ավելի տեսականի, ինչպես նաեւ 2 մետր 20 սանտիմետր բարձրությամբ դռներ Վալանդորսում։ Մարտի 8-ից մինչև ապրիլի 8-ը բաց մի թողեք այս հնարավորությունը եւ այցելեք Վալանդորս խանութ սրահներ։ Դավիթ Անհախ 23/7, Նարդոս 71 եւ նորաբաց մասնաճյուղ Մալաթիա Սեբաստիա Արնո Բաբաջանյան 91/6։ Վալանդորս պրեմիում որակ, ինքնատիպ ոչ, հասանելի գին։ Պատրաստելու եմ լորը լցոնած խնձորով եւ դդումի մեջ դրված ջեռոցում թխված։ Լորը համեմում ենք ահով ու պղպեղով։ Իդեպ եթե ձեզ կհետաքրքրի լորերին որտեղից եմ գնում, գրեք կպատասխանեմ։ Նախ տապակում ենք լորը երկու կողմից։ Այ, խորանարդաձև մանրացրած խնձորին ավելացնում եմ թարմ կիտրոնի հյութ, դարչին, քերում եմ սխտոր, մի փոքր աղ եւ ձիթայուղ։ Անցնում ենք դդումի մշակմանը։ Հանում ենք կորիզները։ Հիմա դդումի մեջ պետք է մեր լորերի համար տեղ ազատենք։ Լցոնում ենք եւ հազրեվարդի փոքրիկ ճյուղ ենք դնում հետը։ Եվ խնձորն էլ արդեն կլցնենք հետը։ Այն յուղից, որի մեջ տապակել ենք լորը, մի փոքր ավելացնում ենք վրան, յուղով ենք պատում նաեւ դդումը, փակում ենք փայլատի թեղով, ջեռոց արդեն 200 աստիճանում տաքացրել եմ եւ ուղարկում ենք ջեռոց։ Լորը արդեն դրեցի ափսեի վրա, հիմա մատուցեմ նաեւ դդումը։ Դդումի վրա մի փոքր մեղր ենք անում եւ մատուցում ենք։ Լոր։ Մի լոր շատ եմ սիրում։ Լցոնած խնձորով, համեմված դարչինով։ Բայց համը չի կորցնի։ Եվ թխված դդումի մեջ։ Դե հեսա կփորձենք իմանանք, եթե կորցրած լինի, ես ներողություն կխնդրեմ։ Չէ, ես համոզված եմ, որ համը։ Փոխանցեմ ընդամենը տապակած լոր։ Ահա, այդ չէ, բայց հուսով եմ լավն է լինելու, ես սիրում եմ լոր։ Դե հեսա փորձենք, ես առաջարկում եմ լորի հետ մենք Արմենիա վայն ընկերության օրգանական կարմիր տակառը փորձենք, ամբողջովին ցիկլը օրգանական ձևով է արված, նույնիսկ վնասատուների դեմ պայքարի միջոցով, ոչ թե թունաքիմիկատներով է, այլ բնության միջոցով են պայքարը գնում։ Ես այս մասը շատ եմ սիրում, քեզ դուր կգա։ Մոլախոտերի դեմ էլ գառնուկների միջոցով են պայքարում։ Չհասկացա ինչ ասեցիր, բայց վստահ ասեցիր։ Խաղողի այգիներում աճած մոլախոտերի դեմ ոչ թե պարարտանյութերով են պայքարում, այլ գառնուկներն են վերացնում այդ մոլախոտերը։ Արա, գառնուկներն են դրանք, այո։ Գառնուկների մոմենտն է։ Բարի ախորժակ զրույց։ Այո, գնացի։ Զրույցը շարունակում, Մերի ջան, պատրաստվի։ Ընտիր։ Ինչ զրույց, համով բաներ է դրված։ Սենց ձեռքով ուզում եմ փորձես էլի։ Դա պարտադիր։ Լորիկին։ Ինձ թվում է ճիշտը ձեռքով է։ Խնձորի համը շատ տվեց լավն է շատ։ Իրականում ես Ինչքան արագ ես ասում կարծիքդ, ինձ թվում է խափում ես։ Չէ, բացարձակ։ Չէ, լուրջ եմ ասում, համը զգացի արդեն։ Ու տնավարի է պետք ուտել, առասարակ սենց բաները տնատիչեն, պատավակով, բանում, դանակում, ինչ-որ կտրատում են բան, իբր մենք civil Civilization։ Խնձորի քաղաքացիությունը ընկել է իր մեջ ու համը ավելի լավնացել։ Այնպես որ բաղադրատոմսը համոզված Մեր դու ոնց հասկացա դդումն ես փորձում, ոնց էր դդումը, եփվել է, չէ։ Դե լավ թողեք հանգիստ հաց։ Բաղադրատոմսը տվել է, չէ՞, Չէ, ես մեր դիտողներին նույնպես ասում եմ, որ ապայման օգտվեք շատ ամեղը։ Եկանք հասանք այն կետին, որ դուք արդեն ամուսնացել եք։ Ամուսնացաք, հարսանիքը 80 երեկի, առանց բարեկամների, հա։ Եվ իրականություն, ամուսնական կյանք։ Մերի
այնպես էր քո կյանքը առաջին этаպում ոնց որ դու պատկերացնում ես, հա, որտեղ բոլոր կանայք պատկերացնում են շատ հեքիաթային իրենց ամուսնական կյանքը։ Տենց էր թե չէ, շատ լավ էր, խորհրդություն չեմ զգացել։ Ոնց որ մեր տան մեջ, այդպես իրենց տան մեջ, արդեն մեր էլի։ Բայց այդ հեքիաթը կար։ Չէ։ Թե դու ակնկալիքներ չունեիր, որ հիմա գնալու եմ կյանքս հեքիաթային։ Չէ։ Հեքիաթային կլինի այն ժամանակ, որ երբ որ ընտանիքները զույգերը ապրում են առանձին։ Կարծում դա հեքիաթային, որովհետև այնուամենայնիվ քո ծնողները չեն, մերի տեսանկյունից եմ ասում, քո ծնողները չեն։ Դու ամեն դեպքում դու քեզ զգում ես որպես քեզ տան քո տան մեջ, բայց ամեն դեպքում կան չասեմ խոչընդոտ, բայց կան ինչ-որ բաներ, որ չես կարող քեզ լիարժեք զգաս բան, հենց այդ պատճառով այս տարի որոշեցինք 15 տարի հետո այս տարի որոշեցինք հենց առանձնանանք, բայց առանձնանանք ասելով դες շատ հեռու չեն գնում, էլ ընդհանրապես մի երկու քայլ ենկով որտեղ սարքվում է, պատրաստվում է ինչ-որ բնակարանի տեսակ մի հետաքրքիր բան, town house, այսպես ասեմ։ Այդտեղ կլինենք ծնողներին շատ մոտ, օրինակ եղբայրս էլ մեր շենքում տուն առը, այսինքն մենք հիմնականում բոլորով միասին ենք լինում, դե նոր տարիները, ծնունդները, արարողությունները բոլորով միասին ենք լինում։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ 15 տարի չեք առանձնացել եւ ձեր առանձին ձեր փոքրիկ ընտանիքում։ Երևի այսպես ասեմ, ամեն դեպքում համ ֆինանսապես տենց քո ասել քեզ որ կայուն չենք եղել, որ չգիտես այսօր արտիստի բան ոնց է կյանքը, փորձել ենք այդ եկած եկամուտը ծախսել երեխաների վրա, ուսման վրա, չգիտեմ, ուտելիքի վրա, տան վարձի ասելով կոմունալ, այս ամեն ինչի վրա է վատնվել այդ ամեն ինչը ու չենք հասցրել Հայաստանում ոնց է չես հասցնում հետ գումարներ տես ու պահես ինչ որ բան։ Դե դա նաև չի բնավորության հարց։ Ահա, մենք էլ ծախսող ենք, մենք չէ։ Մարդկա ծախսողը, հա, դրա համար տենց ոնց որ չենք կարողացել։ Հա, բայց հիմա քանի որ հնարավորություն կա արդեն առանձին ապրելու, ես համոզված եմ, որ այդ ժամանակ ինքը մի քիչ կխնայի, որ ավելի հետաքրքիր լինի ամեն ինչ։ Ինչի վրա է ծախսում մեր սիրուն Մելին։ Ի վրա հիմնականում։ Իսկ եթե լուրջ։ Չէ, դե լավ, այդ հումոր արած, այդքան շատ ծախսող չի, բայց ամեն դեպքում ծախսում է։ Երեխաները դա բնական է։ Ուղղակի երեխաները միշտ իրենից են ուզում։ Քեզ մոտ տպավորություն որ ինքը ինչն է ծախսում։ Չէ, իրանից չէ, քեզ ինչ են ուզում երեխեքը մեր։ Հա։ Ինչ են ուզում։ Գումար տալիս ես ինձ, իսկ ով է ծախսում ես։ Մեր իսկ ուրախ ես որ վերջապես քո առանձին։ Ճիշտ ասած չեն, այդ արդեն բան եմ լինում։ Հələ դեռ չենք գնացել, բայց ես անսովոր եմ։ Սխալ հարց։ Ես համոզված եմ, որ ես մի հատ անկեղծ բան ասեմ, ես այս քանի օր այդպես մտորումների մեջ եմ ու մտածում եմ, որ ոնց է լինելու առանձին, նու դժվարությունները բնականաբար չի լինելու, հեշտ է լինելու, չենք նեղվելու, չենք նեղվելու, որ առանձնացել ենք, չէ, այդ հարցը այդ չի, բայց ես ավելի քան համոզված եմ, որ ինչքան իր կա մեր հետ կապված, հագուստներից սկսած, բան, սա մնալու այս տանը, որտեղ որ կանք, մենք ընտրել գնալու ենք ասես դատարկ ապրել։ Հա, այդպես որովհետեւ ես իմ սենյակում չեմ գինելու 14 տարի տաղ։ Բայց դա էլ ալինելու քո սենյակը։ Լինելու է, ես չի որ մերը չի, բայց այդ խորթություն եմ զգում արդեն։ Իսկ մեծ ընտանիքի մեջ ովքեր էին։ Մաման պապան, ընդհանրապես մաման պապան, մինչ այդ դե մերին որ եկել է արդեն եղբայրս առանձնացել էր ընտանիքի հետ միասին 6-7 հոգով ենք տանը մեր 6 հոգի 6 օր 6 Խանյակներ մեր 7 Հա խանյակներ խանյակը շատ կարևոր է խանյակ ունենք Հա 7 հոգով ենք ու նեղություն չի եղել բացարձակ այսինքն տներն է մեծ է Չէ, տները մեծ է։ Դրսի մարդ, ամբողջ օրը նկարահանում։ Չէ, բայց լինում է որ ես էլ եմ տուն լինում ու ես մի հատ անկեղծ լուրջ բան ասեմ, հիմա այնպես չի որ եթերում ենք դրա համար եմ ասում, համացանցում էլ եթե ինչ-որ վիզիոն ենք նկարում բան, նկատած կլինեն, մերին մամայից հետ ավելի մոտ է, քան իմ։ Ես անկեղծ լուրջ եմ ասում։ Ինչու՞։ Որոնց գժություններ են անում իրար, բայց մաման մի տեսակ չի սիրում տենց համացանցային այդ վիզիոները, որ մի քիչ է մաման հանկարծ սիրի այդ ու մերի հետ սկսի գժու, որ երթվում եմ, անկեղծ եմ ասում, թե մերի հետ, եթե հիմա մերին հետևում են այդ 30 օրվա մեջ, հա, 5 միլիոն հետևորդ, 5-ից ավել։ Ես համոզված եմ, որ մամայի հետ հանկարծ սկսեն միամիտ այդպեսի այդ տեսակ վիզիոներ անել, 10-ից ավել կանցնի դիտումները, միլիոնը
այնպես որ որպես ընկերներ իրանք ավելի շատ մոտ են, քան ես իմ մամայի հետ։ Ես անկես լուրջ եմ ասում։ Բրավո։ Գնաց հիշում եմ Ստեփանները եղանվայրեն մեր տուն։ Մեկ էս ցած։ Ես sense մարդկանց չեմ տեսել, հարսուս կեսօր, ես ինչ եք անում, ես ինչ մոտ եմ, ես ինչ ընկերներ են, ասում եմ, հետո գնացել էր Անիներ պատմել, Անին որ խոսում ենք, շփվում ենք Անի հետ, ասում եմ, հա, ասում եմ, միշտ այդ լսել եմ, որ ասել է, հա, որ sense հարսուս կեսօր եք։ Իսկ ձեր զույգի հիմնական վեճի պատճառը ի՞նչն է լինում։ Ոյ։ Այ որ ասես մի բան կա որ միշտ առանցքային կա։ Ո՞ր հետաքրքիր կյանքով ենք ապրում մեր։ Բայց այդ վիճելը կարևոր է հետո։ Դե իհարկե, ես կարծում եմ առասարակ մարդուն էլ որ բոլորը սիրում են, դա ըստ իս դա չսիրված մարդ է։ Օրինակ, ես միշտ այդ համեմատականը բերել եմ, որ ոնց կարելի է Թաթա Սիմոնյանին օրինակ եմ ասում սիրել, բայց լիքը մարդ կա որ չի սիրում, չէ՞, այսինքն եթե բոլորը սիրեն, անհետաքրքիր կլինի իր մասին խոսելը բանը, հա։ Կամ հա, եթե չսիրող ունեն մեզ, արդեն ինքը հետաքրքրանում է, բայց մեր դեպքում, որ չկա վեճ, իրականում ժամանակը վեճ չկա։ Երեք բայց այդքան իդեալական չի լինում։ Հա, դե այդ եմ ասում, չէ։ Այդ իմաստով չէ։ Հիմա ես ուզում եմ իմանալ Հիմա ես զոտական գախից։ Հիմա պետք չի, բայց այնուամենայնիվ, այնսենց մի հատ մի բան պետք է լինի, որի շուրջ երբեք չեք գալիս ընդհանուր հայտարարի։ Օրինակ այս վերջի շրջանում վեճը հիմնականում մի պատճառով է։ Վեճ ասելով տարաձայնությունն էր։ Այդ ռեմոնտի հետ կապված։ Ասում է, այս պատին, էսի ասում է Մերի ջան, շիլնի, չի սազի այս պատին։ Հիմա մի հատ անկեց հիմա ասում են, մի հատ երեք եկել են մի հատ պատի վրա դեկոր են կպցրել, ոնց որ այս պատին պատը չունեք, այս պատուհանը։ Հա, ոնց որ այս պատին նայեք, սա դեկոր է կպցված, ու սիմետրիա կլինի, որ այս պատից մեջը արանքը դատարկ կլինի, մի հատ էլ են վերջի պատին լինի, որ ինքս ես մտնես սիմետրիա լինի։ Հիմա մենակ այս պատին է կպցված, ասում եմ, մերի սիրուն չի։ Ասում է, չէ, դու չես հասկանում սիրուն։ Ոչ չվիճեմ ախր։ Մտածում ուրիշ բան արդեն, այդ հատվածում ուրիշ բան է։ Հա, բայց թող լինի տես սիմետրիա լինի, որ հատվածում ուրիշ բան լինի։ Ես եմ ամբողջ օր տանը լինելու, ոչ։ Այդ մարդուն սիմետրիա պետք չի, բայց ես հիմա շատ լավ նվեր ունեմ ձեզ համար։ Իմ սիրելի գործընկեր Վալան գրուպը, երբ իմացան, որ դուք ինձ մոտ հյուր եք լինելու եւ դուք վերանորոգման փուլի մեջ եք, որովհետեւ կարծես այդ վերանորոգում ուզում էր խոչընդոտել մեր հանդիպանը, ու մենք թույլ չտվեցինք ապրեք ձեզ, բրավո։ Ասացին, որ ունեն նվեր ձեզ համար։ Ուրեմն, բացի այն, որ Վալան գրուպը մի հրաշալի արշավ իրականացրեց, որը կոչվում էր Երևանը տուն ու շենք է, Երևանը մենք ենք։ Այո, Ավետ Բարսեղյանի թույլտվությամբ, փոփոխություն, այո, նույն կարգախոսով շոկոլադների հավաքածու առավոտյան սուրճ կոփում են սրանով։ Բայց շատ սիրում եմ։ Ինչպես նաև այսպես փոքրիկ մի հատ կակտուսիկ, որին դուք կարող եք պահել, աճեցնել, մեծացնել։ Նաև դուք ունեք Վալան գրուպի կողմից կահույքի պատվերների համար եւ միջսենյակային դռների համար զեղչ, որը կարող եք օգտագործել եւ գնել ձեր կահույքը եւ միջսենյակային։ Կահույքի հետ կապված սիրով, բայց դռները արդեն կա, բայց ամեն դեպքում կահույքը։ Չէ, շատ լավ դռներ են, բայց չգիտեմ որտեղից են վերցրել, բայց ամեն դեպքում չէ, կահույքից անպայման կօգտվենք։ Շատ կահույքից բայց սա շատ դուր ես եկավ, շատ Դες որ ձեր տանոր կահույքը ուրախ կլինեմ, եթե իմ գործընկերոջ կողմից։ Անպայման մենք կդնենք անպայման ու կնկարենք կուղարկենք։ Վերանորոգման հետ կապված գիտեք, չէ, ասում եմ, եթե զույգը կարողանում է միասին հաղթահարել մի վերանորոգում, ուրեմն այլևս նրանց ոչինչ չի բաժանում։ Ճիշտ է, ես էլ լսել եմ։ Այնպես որ ես սպասում ձեր վերանորոգումը ավարտվեց։ Կարծում եմ 3 օրից կտեղափոխվենք, որովհետև չհասցրեցինք այսօր, ինչ պատճառով չհասցրեցինք այսօր տեղափոխվել, պատրաստ է էլի համարյա, այտենց 90%-ով, որովհետև այսօր տղայիս ծնունդն է, իմիջիայլոց շնորհավորում եմ Գրիշա։ Ուրա, մի Շնորհավորում եմ Գրիշոկի ծնունդը եւ աշխարհի բոլոր բալիկներին մաղթում եմ առողջություն եւ երկար տարիների կյանք։ Գրիշոկ կյանքը շնորհավոր արևս։ Շատ հազվադեպ է լինում, Անդրանիկ, Մերի, վստահ եմ ինքներդ էլ գիտեք, տեսնում եք, հետևում եք, որ ոլորտի հետ կապ չունեցող մարդը այսքան սահուն կերպով կարողանա մտնել այդ դաշտ։
Մերի, ես ուղակի մի քանի օր է հետևում եմ քո Instagram-ի եւ Անդրանիկի Instagram-ին, մի հատ գաղտնիք պետք է ասեմ։ Ես քլիկ եմ անում այն ռիլերի վրա, որտեղ Մերին կա, կներես։ Հա, օքեյ։ Կներես։ Բայց հիմա ազնիվ ասեմ, որովհետեւ որտեղ որ Մերին կա, ես արդեն հասկանում եմ, որ այդտեղ մի հատ հետաքրքիր ընտանեկան պատմություն է, այդտեղ մի հատ հումորային մի պատմություն է, նաեւ հասկանում եմ, որ ձեր տանը բռնություն գործադրողն է Մերին։ Մերի ոնց մտար ասպարես, այսպես։ Տամ իրանց է սարի Մերի ջան։ Մերի ջան, ասա էլի Սենց ուղղակի ասեցի նկարել։ Ահա։ Հետո մի քանի լավ իմաստով մարդիկ ժողովրդի ընկերները ովքեր ինձ հետևում են, շատ հավանեցին, ասեցին մեր շատ լավ է ստացվում, նկարի, սպասում ենք, հաջորդ հենց հավես զգացի պետք է նկարել։ Իսկ չէիր կաշկանդվում, որովհետև սովորաբար ոլորտից դուրս մարդիկ հիմնականում եթե պիտի տենց հատկապես խաղարկային բաներ լինի, դժվար են համոզվում։ Հա մեկ պապան էլ ալնում տանը նկարում է։ Ասենք հա պապան կանգնած նայում է ինքը նկարում է։ Արդեն սկսեցու դե տանն ենք միշտ լինում, ինքը գիտի որ եթե ինչ-որ մի հատ բան է լինում, ես պետք է իրանից ուզեմ ասում գայ կտաս մի հատ Էս պետք է արդեն գիտի ինչ-որ բան եմ նկարում։ Պատրաստ եմ, բայց նկարում ես նստում։ Ռեկվիզիտորն է էլի մաման։ Մաման ռեկվիզիտորն է։ Ես կանգնեց, պետք զգացի որ հետևից մարդ եկավ, նե։ Սոս նայեց դասա բան եմ դա։ Այ մորտելի։ Խես մարդիկ իրենց տան մեջ են ճիշտ եք անում նորմալ նկարի Մերի։ Իսկ սցենարները ով է ձեզանից գտնում, մշակում, որոշում։ Հիմնական ես Անդոնին ձա ուղարկում, ես Անդոնին եմ ուղարկում, որոշում եմ։ Վիզիոներ ենք ուղարկում, այդ հումորային համաշխարհային, հա, տրենդ դարձած բաները հայաֆիկացնում ենք, այսինքն տեքստով չի լինում, էլի կամ եթե տեքստով է լինում, շաբաթը մեկ համացանցում հայտնվում են լավ իմաստով գժեր, որոնց կարելի է կրկնօրինակել եւ օրինակ Մերին մի հատ աղջիկ կա համացանցում իր ձևերն է շատ խնդալու։ Այսինքն ձևերը չէ, իր ձենով։ Ուղարկում են, ասում են սա կնկարեք։ Հա, դա կա։ Սա նկարեք կամ թելադրում են, ասում են եկեք մի հատ նկարեք, տեսնենք ոնց է ստացվում, ուղղություն կամ չգիտեմ։ Հետո շատ ավելի շատ սիրուն ու հետաքրքրությամբ սպասում են երկրի ղեկավարի արված կողմից ինչ-որ բաներ, որ շարունակ կրկնօրինակում ենք։ Նույն Մերի հետ մեքենայի մեջ մի քանի դրվագ եղան ամուսնության հետ կապված ու դրանից հետո ոնց որ անընդհատ սպասում են հետաքրքիր բաներ։ Օրինակ, այս վերջի շրջանում շատ ընդլայնում ու տարածում ունեցավ մի քանի օր առաջվա այդ կարկանդակի տեսանյութը, բայց քանի որ շատ եղավ, ասեցի չկրկնօրինակեմ, չհավասարվեմ, էլի։ Ժողովուրդը որ տեսնում է նման վիդեոներ են կանում, մտածում են թե ծաղրում ենք, կամ ձեռք են կառնում, կամ չգիտեմ վիրավորական ինչ-որ մի բան։ Ժողովուրդ սա հումոր է։ Այո։ Շատ լավ մտածումների ծնապրոս։ Ես իրոք որթովում եմ, Անդոն իմ բնավորությունը գիտի, ինքը պետք է մտնի անպայման ստուգի կոմենտները, որ բան գրած չնի, որովհետև ես իրաց հետ մտնում եմ արդեն դիալոգի մեջ։ Հա, ես ներվայնանում եմ, բայց ես սկսում եմ բան։ Մարդկանց գրում պատասխան, դա ոչ թե, չգիտեմ, մարդիկ ասում են, բան այնտեղ մի էլի չեմ դրում, բայց երբ որ վիրավորական արդեն անձին եմ վիրավորում, դա արդեն ես չեմ ընդունում։ Եվ մտնում ես դեբատների մեջ։ Հա, ու բանա, ու ահավորը։ Մարդիկ չէ, անկեղծ ասած, մի քանի բան եղել է, որ սկեսուրս կողքս նստած եղել, իր տարիքի կին, 60 անց կամ չգիտեմ, մի քիչ փոքր, ինձանից մեծ համենայն դեպս, ինձ այս ներողություն են խնդրում։ Ասում եմ, ինչի եք նման բան անում, որ ինձ այս ներողություն խնդրեք։ Բայց դրանից ներում եմ, բայց մի արեք, սիրուն չի, տգեղ է։ Ինչի եք վիրավորս, անձի վիրավորական բաներ հասցնում։ Մեն այ, բայց երբ որ մտնում ես այդ դաշտ արդեն եւ պատրաստ ես այդ նկարահանումները անել եւ այլն։ Այդ պիտի նաեւ իմ կարծիքով պատրաստ լինես նաեւ զազրախոսության, քննադատության, վատ կոմենտներ, քո կյանքը արդեն չի փչանում նրանից, որ դու ընթերցում ես, մի հատ էլ պատասխանում ես, զայրանում ես, չի փչանում կյանքը։ Չէ, չի փչանում, քանի որ ես արյուծ եմ, համաստեղությամբ արյուծ եմ եւ վագար տարով։ Դες ոնց եմ յոլա գնում հորս վարը։ Ես ջորեմ լիզիցայը։ Հեսա, դու խոսա մեզ ջան, դու խոս։ Всё, սիգարետը բխաբեմ խոս։ Ադվիլը, աբջեյին ինվա տեմպալգինն ազդում։ Տեմպալ։ Հա, հետո դու արյուծ ես եւ վագրես։ Այո։ Ինձ էլ դու։ Դու էլ կամի։ Հա, երևի դու արյուծ ես եւ վագրես եւ դա քեզ ես հատեղի կա տալիս։ Ահա։
Ես ասեմ ուրեմն, գիտեմ, որ այս դաշտում նման բաներ կա ու վատ կոմենտներ կարան գրեն, ես միանշանակ ջնջում եմ հայոյանք պարունակող կոմենտները, ջնջում եմ, բայց այն կոմենտարյաները, որ վատն են իրականում առանց հայոյանք են, դրանք թողում եմ, անգամ հեգնում եմ պատասխան ձևով, նորմալ է, մի խորացի, մի օր կամ ես կտամ մեկին կսպանեմ, կամ ինձ կսպանեմ, հա, կամ ինձ կսպանեմ, դրա համար պետք չի։ Չէ, ուղղակի պետք է մտածել, ինչ որ անում են մտածելով անում, ուղղակի դրա համար է։ Որո դզուց ուղղել ասում դրան։ Կացա։ Հասկացա Բայց ճիշտ է ասում, իրականում այդ վատ կոմենտներ գրելու իմաստը իհարկե չկա։ Մամայից մեծ մարդիկ են գրում նման բաներ, կյանքում ոչ մեկին կոմենտ գրած չկա։ Դուրս չի գալիս թերթում անցնում եմ, չեմ գրում։ Շատ լավ Եթե է։ գրեմ լավ մենակ։ Այո։ Անկամ եղել է որ ինչ որ մեկի վիդեոն հավանել եմ, սրտիկել եմ կամ ինչ որ բան եմ գրել, այդ մարդը մտել տեսելով ես ասում դու կանտրալնիկին եք ինձ կոմենտ եք գրել, ուրախացել եմ արդեն։ Ես մենակ հաճույք կպատճառեմ, գեղեցիկ կմատուցեմ, ոչ թե վատ որ չգիտեմ, ինչով են իրանք հիանում եմ քեզ, ոնց նայում եմ ու իրենք լավ են ճիշտ ընտրություն ես արել դու։ Էլի կամստանալ չեմ Պորտովի 15 տարին նշել ենք միասին։ Երեխեքին կտանենք Լոմբարդ, ասում Լոմբարդ մամա ես դու։ Լավ, այս բաժնի վերջին հարցը, որ անցնենք դեսերտին եւ խոսենք ճամբարից եւ ներկայացումներից եւ ստեղծագործություններից։ Դեսերտը կողսը ինքը գործ ունեմ ես իրավություն։ Մենք կարող ենք քեզ չտալ դեսերտը։ Չէ, լավ, դա Հա, լավ, եկեք, հա։ Պատրաստ է արդեն։ Всё, գնացինք դեսերտը։ Հա, վերջի հարցը դա է։ Շնորհակալություն։ Խնդրում։ Մտածել եք իրար հետ աշխատելու կամ ստեղծագործելու մասին, որովհետև ունենք դեպքեր, երբ օրինակ ամուսինը դերասան է, կինը պրոդյուսինգով է զբաղվում, մենեջմենթով է զբաղվում, կամ օրինակ ձեր պարագայում կարող եք միասին վարել միջոցառումներ։ Նման մտքեր եղել են թե ոչ։ Անկեղծ ասեմ, չէ, չեն եղել։ Ես համոզված եմ, որ մերին բեմում այդքան էլ լավ չի զգա իրան, էկրաններից այն կողմ հնարավոր է, որ նա եթե ինքը մենակ է լինում, ես նկատել եմ էլի իրականությունն եմ ասում, այնպես չի, որ թռնում եմ իր գլխից ինչ-որ բաներ եմ ասում, չէ, ինքը երբ որ մենակ է, հրաշալի բաներ կարող անի, բայց երբ որ կողքից մարդիկ լինեն ինչ-որ բան, նա հիմա ասես խելոք նստած է, չէ, ոյ, որ մենակ լինի, գիտես կտակ կսպանի, կամերան որ կա, ինքը հանգիստ է։ Բայց երբ որ կամերան կա ու ինքը մենակ է, ինքը շատ հանգիստ է։ Մենք ենք խանգարում։ Չէ, ինքը ոնց ասեմ, որտե՞ղ։ Ես թող ինքը ասի։ Դա չէ, դա հենց հիմա ես գիտեմ որ ինքը ուզում է խոսա, բայց չի կարում։ Ոչ թե չի կարում։ Մերի խնդրում եմ մի հատ։ Չէ, ոչ թե։ Եղել են արդյոք մտքեր նրա հետ աշխատելու։ Չէ, անկեղծ։ Ես արիշա սիրում եմ տունը։ Մենակ, այդ եմ ասում, այդ եմ ասում։ Ես լավ եմ զգում այդպես։ Այդ տան նկարահանումները դա երեխաների ներկայությամբ, ծնողների ներկայությամբ, չգիտեմ, կամ եթե առանձնանանք այդտեղ մենակ միայնակ ինքը նկարի բան, բայց շատ իրականում շատ կուզեմ որ ինչ որ ներկայացում լինի ես ու մերին լինենք, բայց ես համոզված եմ որ ես կտանջեմ просто։ Ինչ որ թե Բայց ոնց որ դուրները տեկավ հարցը։ Սկսեցիք ոնց որ միշտ ես մտածել էի, բայց ես համոզված եմ որ բեմում Չէ, որպես չի կարողանալու, հա։ Թատրոնում բարձր։ Չէ, դե թատրոնում հասկանալի է, որ մասնագիտական հմտություններ են անհրաժեշտ։ Իմ խոսքը ավելի շատ բեքգրաունդում աշխատելու օրինակ որպես պրոդյուսեր, մենեջեր, կամ օրինակ համերգներ վարելուց կարելի է մարդիկ աշխատի։ Հա, շատ։ Ապա Դե օգնում է վիդեոների հետ կապված, մոնտաժ անում, հա։ Չգիտեմ, մտքեր է տալիս, ինչ որ հետաքրքիր։ Ուղղությունը ճիշտ։ Այ որ մի քիչ է սցենարիստ լիներ, շատ ավելի օգտած կլիներ, որովհետև այն կարճ երգերը, որ ես սարքում եմ, ինչ որ մարդիկ կան, որ աշխատում են, հա, գրում են երգերը, այ որ ինքը դա էլ աներ, ավելի լավ կլիներ, չի խնդրի ինչ որ մեկին աներ, էլի, բնականաբար ֆինանսով։ Հա, ինքը կաներ, հա։ Բայց նա եմ գումար ես աշխատում։ Դզես։ Բայց իրանից է։ Դե ես աշխատում եմ, տալիս եմ իրան։ Ատես, ինչով է սա։
2 բաղադրիչով շատ համեղ եւ զարմացնող դեսերտ։ Մեզ անհրաժեշտ է կարմիր գինի, ես օգտագործում եմ Armenia Wine ընկերության օրգանական տակառը, մի ֆանտաստիկ գինի, իդեպ Armenia Wine ընկերության եւ այգիները եւ գինիները սերտիֆիկացված են EcoCert ընկերության միջազգային ընկերության կողմից, սա առաջին սերտիֆիկացված գինին է, շատ հետաքրքիր է, ամբողջ պատրաստման ընթացքը, այս օրգանական գինու պատրաստման ընթացքում չի օգտագործվում ոչ մի քիմիական նյութ, անգամ վնասատուներին քիմիական նյութերով չեն վնասազերծում, անգամ մոլախոտերի դեմ չեն պայքարում, մոլախոտերը գառնուկներն են վայելում, իսկ մեզ հասնում է այս օրգանական կարմիր եւ սպիտակ տակառը։ Հիմա տեսեք ինչ հեշտ բան եմ պատրաստելու։ Մեզ անհրաժեշտ է վանիլային պաղպաղակ, ֆանտաստիկ գինի։ Պաղպաղակի վրա ավելացնում ենք գինի, կարող եք մի փոքր էլ նարնջի կեղև ավելացնել։ Պաղպաղակ է, նարնջի քերուկով եւ իհարկե մեկ վայրկե։ Եվ գինով։ Այո, մի փոքր անսովոր կարող է թվալ։ Հուսով շատ լավ է կլինի։ Լեսի գլխիդ բանկար չճանաչեցի, բայց։ Հա, դրա համար կուլտուրական սկսեցիր խոսել հետս։ Բայց դուք չէիք բաժանվել։ Բանա, ասում եմ, մերի կանենք, այս քանի օրը կանենք անպայման, հա։ Ես հետ օրինակ մերից սպասում էի։ Տնեցիկից ենք բաժանվելու, գնենք առանձին, էլի, այդ բաժանման մասին է խոսքը։ Հա, հասկացա։ Փորձենք։ Այսօր ինչքան բան փորձեցինք ժողովուրդ։ Հավես է, չէ՞։ Չեմ հավատում, սա ամեն ինչ լավն է։ Կամ ես ահագին ժամանակ բան չեմ կերել։ Չես կերակրում։ Չէ, որտեղից։ Շոկ համովա։ Սկզբից թվում էր թե պիտի սենց։ Չէ, իրական համովա։ Չէ, ձևեր չեմ անում, լուրջ եմ ասում, շատ համա։ Հատուկ մտածել եմ, կազմակերպել եմ, որոշել եմ։ Այս գլխարկի տակի մարդը ես կոնկրետ, էլի։ Ձևեր չեմ անում իրականում։ Բայց սազում ա, գիտես։ Ես մեծ կոլեկցիա ունեմ, կարող ես ամեն անգամ գալ Ես դնել։ սիրով, Հասկացա։ որ հետաքրքիր նկարահանումներ ունենամ քաղաքականության հետ կապված, ես հասկացա Հերմինեն շատ այս տիպի ֆանտաստիկ գլխարկներ ունի։ Չքաղաքականացնել։ Այո, չքաղաքականացնեք իրականում, բայց ինչքանով ես գիտեմ, վարչապետն էլ Հերմինեից վերցնում գլխարկները։ Հա, թե չէ։ Հա, չէ, ես կվերցնեմ գլխարկները եւ համը գովաստ կանեմ, որ Հերմինեն ունի սենց հրաշալի գլխարկներ, Որոնք չի կրում վարչապետ։ որոնք չի կրում վարչապետը, այլ կրում է Անդրանիկը եւ Հերմինեն։ Հիմա հանգիստ եմ ա։ Դե հիմա ինձ ասեք տեսնեմ Բոհեմ թատրոնում ներկայացումներ ունես։ Այո։ Մինչև այդ ներկայացումներին անդրադառնալը ուզում եմ հասկանալ ինչպես ես քեզ զգում առանց կամերային թատրոնի։ Իրականում ցավով պետք է արձանագրենք այս փաստը, որ իրականում այո, ահագին ժամանակ է չեմ գնացել կամերային թատրոն, բայց կամերային թատրոնի անմիջապես կողքը կա Ատամնաբուժարան։ Հիմա ասեմ էլի ինչ եմ ասում։ Աղջկաս ատամները այնտեղ պրոցեդուրա կա, այն ինչ-որ բաներ են դնում, մի խոսքով այդտեղ են անում եւ ամեն անգամ գնալուց կանգնում եմ, նստում եմ մեքենայից մեջ եւ թախիծով նայում եմ այդ թատրոնին, արդեն մոտավորապես 3 տարի եւ ավել չեմ մտել, ինչ-ինչ պատճառները չասեմ, ամեն դեպքում կարոտով եմ նայում թատրոնի պատերին, որովհետեւ այդ պատերի ներսում մի ամբողջ երիտասարդություն է անցել։ Սկիզբն է դրվել, այո։ Եվ կարոտով եմ հիշում այդ ամեն ինչը, բայց հիմա Բոհեմ թատրոնում ու առասարակ թատրոններում ինձ վատ չեմ զգում, ցանկացած թատրոն իմ համար դա դերասանի համար ցանկացած թատրոն չեմ ուզում տենց սրբատեղի որպես այդպեսին ասեմ, բայց իրականում շատ եմ սիրում բեմ, իսկ Բոհեմ թատրոնը այդ բեմի Խնդրում եմ գլխարկը հանի էլի։ Լուրջ է։ Հավոր։ Հալա, մի քիչ խոսեմ, հենց զգաս որ ներվայնանում ես։ Հա, մի խոսքով լավ։ Չացրու ամենայն դեպս միտքդ։ Շնորհակալություն։
Ոյ ներողություն ընկավ։ Հա, Բոհեմ թատրոնում էլի լավ եմ զգում ինձ շատ, որովհետև այնտեղի կոլեկտիվն էլ շատ լավն են, գլխավորությամբ Նարեկ Դուրյանի, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կա շուտով ներկայացում կլինի այդ կոչվում է ընտանիք քաստինգով, այդ ներկայացումը Թամարիկն է անում, Պետրոսյան, Պարոնյանում ունեինք ներկայացում մի քանի հատ խաղացինք, ստոպ տվեցինք, բայց հուսով եմ էլի կլինի, դե Բոհեմում շատ շուտով էլի կլինի իմ մոնոներկայացումը, բայց ավելի ռեբրենդինգ ու հետաքրքիր կերպ արված, ավելի երգերով, բանով, հա, հումորային։ YouTube-յան եւ Instagram-յան ցանցում, հա, համացանցում։ Մի խոսքով թատրոնը, չգիտեմ, իմ համար տպավորություն չլինի, որ այտենց բոլոր դերասանները ասում են, դա թե երկրորդ տուն որպես այդպեսին, այո, իմ համար երկրորդ տուն է։ Չեմ ուզում ստիպել խոսես մի բանի մասին, որ չես ուզում խոսել, բայց փորձ անեմ։ Հələ Կամերային թատրոնին անդրադառնալով ցավոտ էր բաժանում այնուամենայնիվ։ Չէ, բաժանումը դե իհարկե ցանկացած մարդու իրի հետ բաժանվելը, մարդու հետ բաժանվելը, չգիտեմ, տեխնիկայի, բնականաբար կարոտում եմ ամեն մարդու, ամեն իմ հետ կապված, իմ հետ տարիներ անցած, տանջված, չարչարված, բոլորին կարոտում եմ, ընդհանուր նաև իմ սիրելի կամերային թատրոնին։ Ընկերներ մնացին այնտեղից։ Իհարկե, մեր բոլորը, հիմնականում բոլորը, կարոտել եմ շատ բոլորին, բայց ժամանակ առ ժամանակ տեսնվում ենք, օրինակ մեր Հասմիկը Դանիելյան, որը էլի կապ չունի կամերայինի հետ, վաղուց իրան եմ հանդիպում շատ, Ռիչարդ Մադլենյան, Սենիկը Բարսեղյան, Անին Լուպե տեսնվում ենք էլի, շատ-շատերի հետ մտերմությունը կա, բոլորի հետ մտերիմ եմ, բայց մի տեսակ չգիտեմ։ Կտրվեց թելը։ Հա։ Հասկացա։ Ու կտրողներից իրական որ ասեմ, կտրողը ես չէի։ Ովքեր որ կտրեցին, ես պրոստը կարոտում եմ։ Ինչ պատճառը դարձար օտար թատրոնի համար դեպ շատ էր գործունեությունը դրսում։ Շատ, չէ։ Չմանանանք պատճառը ինչն էր, բայց այնուամենայնիվ կարոտում եմ այդ թատրոնը։ Բայց այնպես էլ չի, որ հիմա չեմ սիրում այն թատրոնները, որտեղ որ աշխատում եմ։ Բայց որ առաջարկ ստանաս նորից հետ կգնաս։ Կամերային, ոչ։ Երբեք։ Չէ։ Ինչու։ Չեմ ուզում։ Ուրիշ է, հիմա իմ համար ուրիշ է այդ թատրոնը։ Ինքը իմ թատրոնն է, իմ երիտասարդությունը անցել է այդ թատրոնում, բայց հիմա այն չի, որը որ այն ժամանակ էր։ Կփաստեմ բոլորը դրա մասին, վատով չեմ ասում, հիմա կարող է ավելի երիտասարդացել, ավելի երիտասարդներ են իրականում, այո, հա, բայց այն ժամանակվա այն մեր չեմ ուզում ասեմ ստեղծած, բայց ամեն դեպքում մեր ապրած տարիներին, որ այդ թատրոնում էինք, այդ չկա, ասենք այդ թատրոնը մենք պարզապես գիշեր-ցերեկ մնացել ենք, պատերը քանդած դրսի ռեմոնտային վիճակում պահակություն ենք արել, այս ամեն ինչը որ sense հիշում եմ, հուզմունք է առաջանում ու հիշում եմ հիշողություն է գալիս, հիմա այդ համոզված եմ, որ հիմա մի հատ պատ քանդվի այդ թատրոնում, օրինակ եմ ասում, հա, այն ջերմությունն ու այն մեր տարիների համախմբված լինելը համոզված եմ չկա։ Ճիշտ եմ զգում, որ թատրոնի կամերային թատրոնի մասին խոսելիս փոխվում ես։ Հա, որովհետև դե իհարկե փոխվում եմ։ Էլի եմ ասում, այդտեղից եմ սկսել իմ կյանքը, այդտեղից եմ սկսել մերի հետ հանդիպումը, այդտեղից է եկել։ Իմ կարիերայում ընդամենը 3 հոգուց եմ ես շնորհակալ ու միշտ եմ ասել դա որպես թատրոն եւ բեմ միակ ու անկրկնելի մարդի իմ կյանքում եղել է Արա Երնջակյանը։ Իմիջիայլոց ամսի 2-ին է ծնունդները, մարտի 2-ին, հերրական շնորհավորում եմ անցած ծնունդը ձեր, պարոն Երնջակյան, հա։ Իսկ դեպի էկրաններ շնորհակալ եմ 2 մարդուց, Հայկո եւ Մկո։ Ու իմ կյանքում մեկ էլ շնորհակալ եմ դեմերից ու ծնողներից, բան, ասենց որ իրանք այդ ամբողջ ընթացքում իմ հետ են եղել, իսկ 2002 թվականից եմ ես կամերային թատրոնում եղել, այդ ժամանակ մերին չկար, այսինքն եթե չլիներ կամերային թատրոնը, չէր լինի այդ ասպարեզը, չէր լինի կարգին հաղորդումները, չէին լինի հանդիպում մերի հետ,
Այդ եմ ասում, ես բոլոր ճանապարհները դեպի մերին, այո, եւ դեպի իմ երեխաները, իմ ընտանիքը։ Մեր սիրում ես Անդրանիկին բեմում տեսնել։ Հա, շոտ։ Ինչ զգացողություններ ես ունենում, երբ դու նստած ես հանդիսասրահում եւ բեմում քո սիրած մարդն է։ Լավ եմ զգում։ Իսկ զգում ես տարբերություն անցյալ անգամ ավելի լավ խաղաց, քան այս անգամ։ Հա։ Եվ հետո քննարկեք։ Բայց հիմնական նույնն է խաղում ինքը։ Ինքը շատ դերասանների օգնում է իդեպ։ Կավա տեքստերը մոռանան կամ ինչ-որ բան Անդրանիկը տեղում։ Հա, ես բոլոր ներկայացումների, որ ներկայացնում եմ, որ խաղում եմ, բոլոր տեքստերը, բոլորի տեքստերը գիտեմ, հա։ Ու հենց մեկը, չգիտեմ, ինչ հարաբերությունների մեջ է Անի հետ լյուպ է, Անին, հա։ Մի հրաշալի։ Անին իզեն այդ դակի հիշել միշտ, չեմ մոռանա միշտ։ Մի հատ ներկայացում կա, որ ինքը միշտ ցրված էր, միշտ ու ինքը միշտ ուրախ է, որ այդ ներկայացման մեջ ես կամ, որովհետև ամեն անգամ գալիս եմ հիմա ինչ է, հիմա ով է խոսում, հիմա ես եմ, անի ուտեմ քեզ, անին հրաշալի պարտներ է, բայց այդ ներկայացման մեջ կոնկրետ ինքը միշտ միզանսցենը դրված է, ենթադրենք անին պետք է լինի այն ծերը, ես այս ծերը, բայց այդ պայն անին կողքս է, որովհետև չի հիշում, ինքը որտեղ է կանգնած, այսպես մի հատ աժոտաժ է լինում բեմում, ես հիշում եմ բոլորի տեքստերը, այսինքն ժամանակ առ ժամանակ լինում է, որ իմ տեքստը անգամ մոռանում եմ, բայց հիշում եմ, որ այդ մարդը ինչ պետք է ասի, որ եթե չասի, օգնեմ չտուժի ներկայացումը։ Դրա համար ես միշտ զարմանում եմ, այդքան սցենար ոնց է սովորում։ Հա, մի քիչ բան է, հա։ Կարևոր զենք է հիշողությունը, բրավո քեզ։ Բայց հետաքրքիր մոտ աննորմալ բան ասեմ։ Այո։ Այն պուճուր երգերը, որ երգում եմ, կարող է այդ տեքստերը չհիշեմ։ Մի 10 դուբլ նկարենք, երգում եմ, ասենք երկու նախադասություն է, երկու նախադասություն։ Հիշում ես, որ գնացինք տոնածառի մոտ հրապարակ։ Չի հիշում, բայց ամբողջ 2 ժամ կարող է հիշեմ, կարող եմ որ նա հիշում եմ ներկայացում բոլորի տեքստերը, բան, բայց այդ մի պուճուր արդեն ձեռքս չի զգում այնքան էր սառը։ Իսկ պարտադիր պրեմիերաներին ներկա ես լինում։ Եղել է որ մի քանի պրեմիերայի չեմ մասնակցել, բայց օրինակ ընտանիքը, եթե չեմ սխալվում, չես նայել, չէ՞։ Նայել ես։ Հա, իսկ ուղևորությունների գնում ես Անդրանիկի հետ։ Օրինակ հիմա ապրիլի 7-ին գիտեմ որ Մոսկվայում ես խաղալ։ Ես, այո, ես Մերին տանել ես քեզ հետ Անդրանիկ։ Չէ։ Ինչու՞։ Մերի ջան կգաս։ չէ։ Ես քեզ համար էի այս պայքարը սկսել։ Բայց ոչ։ Չէ, բայց իրականում կուզեմ գա, ասեմ ինչ պատճառով չի գալիս, որովհետև երկու երեխա, տանը մեկը դպրոց, մեկը տունը, իսկ երեխաներն դեռ փոքր է։ Իսկ իրան մենակ թողել եմ մի քիչ վտանգավոր է ու հանցագործություն, այո, չարաճճի, այո։ Այո, ու հիմա քանի որ տեղափոխվելու ենք արդեն ամսի 15-ից այդ նոր տեղ, ինքը 2 հարկանի աստիճաններ կա, բարձրացնողությունը վտանգավոր է ահավոր։ Հուսով եմ այդ օրը նս կլինի մեր։ Կմեծանա միջև այդ կմեծանա, միջև ապրիլի 7-ը կմեծանա։ Շատ կանայք ունեն ներքին ընդվզում նրա դեմ, որ իրենք չեն աշխատում, երեխաների հետ են անցկացնում ժամանակը, երեխաներին են կրթում դաստիարակում եւ հաճույք չեն ստանում իրենց մայրությունից, հետեւ անդադ ուրիշ բան են փնտրում։ Հոգնում են, անդադ բողոքում են, որ դե հերիք է եւ այլն։ Քո մոտ ինչ հոգեվիճակ է երեխաների հետ, հատկապես որ հիմնականում տանն ես անցկացնում։ Չէ, շատ լավ, չեմ հոգնում։ Հարմոնիկ ես քո մայր լինելու, տանկի լինելու հետ։ Այդ թող Անդրանիկ ասի։ Հա, ամբողջ օրը երեխաների հետ, ամբողջ օրը։ Ու ամենահետաքրքիրն է, որ հիմա եթե հնարավորություն լինի ինչ-որտեղ աշխատելու մերին, կարծում եմ չի ուզի, որովհետև դա էլ է, չէ՞, մի քիչ բան է, որ սովորում ես ինչ-որ մի բանի, հա, այդպես մնում ես այդ ամպուլայի մեջ, այդ քառակուսի կամ չգիտեմ, կալորի, բայց երբ որ պետքա, հա, այդ զոնայի մեջ ինքը եթե իրեն լավ ազգում, հիմա որ աշխատանքի գնա, հուսով եմ կես ժամ հետո կարոտելու թե տունը, թե երեխաներին, թե այդ ամեն ինչը, թե այդ աղուռան։ Բայց այս դու ես այսպես մտածում, թե Անդրանիկը։ Ես իր ուղեղը կարդում եմ, հենց չեմ գալիս ես տանից։ Աղջիկաս հետ օրինակ հարցեր կա, որ դուրս են գալիս, բերում եմ, բայց հիմնական սիրում եմ տունը։ Ես չի նյարդայնացնում, որ ինքը անդադ դրսում, միջոցառումներ, հայտնի ընկերներ եւ այլն դու տանն ես։
Բոլոր հայտնի ընկերներից գիտի, բոլորի հետ շփվում է, բոլորի Չէ, հետ։ որ այդ ավելի շատ լավ եմ շփվում, Հա։ կապի մեջ եմ։ Իսկ այն Անդրանիկը, որին հանդիպել էիր եւ շատ լովելաս էր, Էլ լկտին, էլի։ Բան չի մնացել իրանից, թե էլի այդպես շրջապատված է կանանցով։ Հիմա ավելի շատ է շրջապատված։ Ոնց որ, չէ։ Ավելի շատ։ Ոնց ուրա կին կողքս մնաց ցուստում եկին։ Գործընկերուհիներ, խաղընկերուհիներ, դրա մասին է խոսքը։ Հա դե խաղընկերուհի թատրոն։ Ոչ մի խանդ։ Չի խանդում։ Հա։ Պարզվեց։ Հա բոլորը վստահում է։ Վստահում եմ։ Դեռ վստահում եմ։ Այս գեղեցիկ Նոտայի վրա, արի ուղակի մարդկանց հիշեցնենք մարտի 12-ից մինչև 30 ընկած հատվածում կամ առաջիկայում ինչ ներկայացում ունես, որ կարող են գալ, դիտել, տեսնել։ Ոայ մարտին չէ։ Եվ իրար հրաժեշտ տանք։ Չէ, մարտին չունեմ, ունեմ ապրիլի 26-ին, ապրիլի 23-ին պրեմիերա ընտանիք կաստինգով, ապրիլի 26-ին ունեմ շենքում իրավիճակը փոխվե Բոհեմ թատրոնում, ամսի 28-ին ապրիլի ունեմ ընտանիք էլի Բոհեմ թատրոնում եւ այդքանը։ Մարտին դեռ չկա դրված, մարտին միջոցառում է։ Եվ մոնոն, հա, որ արդեն ապրիլի 7-ից սկսված Մոսկվայում եւ տեն շարունակ կպտտվենք։ Ավելի մանրամասն թե որտեղ ինչ ներկայացում կա եւ որտեղ կարող եք հանդիպել ձեր սիրելի դերասանին, հիանալ նրանով, կարող եք իհարկե Instagram-ի, Facebook-ի Այո, եւ մի բան էլ ավելացնեմ, որ աշխարհի ամենասիրած զբաղմունքն է, որով զբաղվում եմ նաեւ, դա մեր ճամբարն է։ Այո, ճամբարը, որը որ դիլիջանում ենք անում, որը որ հեքիաթային վայր է, հիմա անկեղծ որ ասեմ, այնպես չի որ գովազդեմ անում որ մարդ գա, մենք ունենք մեր աուդիտորիան արդեն, մինիմում մաքսիմում 70-ից 100 ամեն զայես երեխաներ գալիս են, պարզապես ինչու շատ տեղեր, սահմանափակ է տեղը ինչ իմաստով, որ այդ վայրում, որտեղ որ մենք անում ենք ճամբարները, Մոնթե Մելքոնյանի վարժարանն է, դեպի Պարզլիչ տանող ճանապարհին, այդտեղ բացի մեր ճամբարը կա նաև էլի ուրիշ ճամբարներ, այսինքն մեզ տրված է, այսպես ասեմ 70-ից 100 հոգու տեղ ու սահմանափակ այդ իմաստով դրա համար շատ տենց ուժեղ մեծ գովազդներ չենք անում, որ շատ 200-300 ճամբարի մասին տեղեկություն որտեղից կարող են լսել, ճամբարի անունը խնդրում։ Մենք ենք մեր ճամբարը, հենց այդպես է կոչվում, մեր էջերից սիրելի հետևորդներ, մեր Instagram, Facebook, հենց մենք ենք մեր ճամբարը Instagram-յան էջ ունենք, հենց այդ էջում մի խոսքով այ ամառվա այդ օրերի համար գժվում եմ պարզապես, որովհետև համ երեխաներին եմ շատ սիրում, որովհետև կանչում է։ Ահա, այնպես կանչում, որովհետև վերջի շրջանում ես հասկացել եմ, որ ամենան են երեխաները, ոչ թե նոր եմ հասկացել, այլ ճամբարի հետ կապված, որ երեխաների շփվում ես, իրանք լիքը բաներ կա, որ իրանցից սովորում եմ, ես անկեղծ եմ ասում, լիքը այդ միամտությունից սկսած մինչև ճարպկություն, մինչև չարաճճիություն, այն որ չհասկանալով հարցեր են տալիս, բայց իրանք շատ ուրախանում են այդ հարցի պատասխանները լսելուց, երեխաների հետ ֆանտաստիկ է, պարզապես այդ 2 ամիսը, 2-3 ամիսը ամառվա, ինձ զգում եմ այդ երեխաների տարիքի։ Բրավո, դուք եք ընտանիքով միանում ճամբարի։ Մեկ լինում ահա գալիս են, բայց հիմնականում հետաքրքիր ոչ աղջիկս է գալիս ճամբար, ոչ տղաս։ Ու ասում եմ մերի տանը մեր երեխեքին, ընդ երեխեքի հետ բան, ասում եմ չէ։ Ոչ թե մերին չի թողում, երեխեքը չեն գալիս։ Հա, չեն ուզում։ Բայց համ Երևանում տեսնեն, համ Դիլիջանում։ Չէ, դե բայց դե այնտեղ մաքուր է, բայց իհարկե գնում են։ Հա, գալիս են, բայց մի օր էլ չեն մնում, այնպես չի եղել, չէ, որ մի երկու օր մնաք, չէ։ Իսկ Մերի եւ Անդրանիկի համատեղ ռիլերը կարող եք նայել իհարկե եւ Մերի էջում եւ Անդրանիկի էջում, ստանալ դրական լիքը էմոցիաներ, ծիծաղել, ժպտալ, դուք գուցե շատ ռիլերի հետ կամ որոշ ռիլերի հետ համաձայն չլինեք եւ դա ձեզ դուր չգա, բայց ժպտացեք եւ անցեք առաջ եւ շեշտը դրեք այն նյութերի վրա, որոնք ձեզ դուր են գալիս, որոնք ձեզ ժպիտ են պարգևում եւ լավ էմոցիաների դեպքում իհարկե գրեք, կիսվեք, իսկ չհավանելու դեպքում թերթեք եւ անցեք ինչպես Մերին ասեց։ Շնորհակալություն։ Մերսի շատ է հրաշալի օրվա համար։ Ես այսօր շատ բացի համեղը շատ դրական ու էմոցիոնալ գեղեցիկ զրույց ունեցանք, Հերմինե ջան, ապրես դու։ Անմիջական ամենակարևորը,
Շնորհակալություն, այո, շնորհակալություն այս գեղեցիկ օրվա համար։ Շնորհակալություն, որ մասնակիցը դարձած ձեր դիալոգների, ձեր նաև հետաքրքիր ես բացահայտումների, մեկը մյուսի հետ զրույցների ընթացքում ինձ այս կողքից մեկ-մեկ հաճելի է։ Իմ իջայլոց ընթացքում էլ մի հատ գեղեցիկ ռիլ նկարեցինք այստեղ, շատ շուտով կհայտնվի համացանցում, կիմանաք, որ սա Հերմինեոս բնակարանն է։ Էլ չասեմ, որ ես այնտեղ բան էի պատրաստում, իրանք ռիլ էին նկարում։ Չէին գալու ասեն օգնենք բան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ, ապրեք շատ։ Տեսություն կհանդիպենք։ Ես շոպագին։ Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group, գործընկերներ Armenia Wine, Կտուր AM